Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, մայիսի 29: Դու անօրենությունն ատում ես։ Սաղմոս 45:7 Բարկանաք, մի մեղանչեք, դժվար թե մարդու մեջ բարի բան լինի, եթե նա չի ատում մեղքը։ Ճշմարտությունը սիրողն ատում է սուտ ճանապարհները։ Դա նկատելիորեն քննվում է մեր Տիրոջ կյանքում։ 3 անգամ տարբեր ձևերով նրան հայտնվեց գայթակղությունը և ամեն անգամ դա նրան դիմավորեց հետևյալ խոսքերով. «Հետևս անցիր, սատանա»։ Նա գայթակղությունն ատում էր նաև մյուսների մեջ, իր զգացմունքներն արտահայտելով առավելապես ափսոսանքի արցունքներով, քան կշտաբանքի խոսքերով։ Սակայն երբեմն դրանք պոռթկում էին մերկացող դաժան ճառի տեսքով. «Վայ ձեզ դպիրներ և փարիսեցիներ, կեղծավորներ, որ խժռում եք ողբեվայրիների տները և ձևականության համար երկար աղոթում»։ Նա այնքան էր ատում անօրենությունը, որ թափեց իր արյունը, որպեսզի մահու վիրավորում հասցներ դրան։ Նա մահացավ, որ մահանար նաև այն։ Նա հողին հանձնվեց, որ այդ նույն գերեզմանում թաղվեր նաև անօրենությունը։ Նա հարություն առավ, որ իր թշնամիները հավիտյան իր ոտքերի տակ որպես պատվանդան դրվեին։ Քրիստոսն ամեն ավետարանում է, իսկ այդ ավետարանները բոլոր առումներով հակադրված են անօրենությանը։ Անօրենությունը զգեստավորվում է գեղեցիկ զգեստներով և նույնիսկ նմանակում է սրբությանց լեզուն։ Սակայն Հիսուսի ուսմունքը պարաններով և նշանավոր մտրակի նման նրան վտարում է տաճարից։ Նա իր եկեղեցում անօրենություն չի հանդուրժել։ Այն սրտում, որ Հիսուսն է թագավորում, արդարությունն ու անօրենությունը անմեղսալի են։ Երբ փրկագնողը գա մեզ դատելու, նրա բարձրակոչ խոսքերը. «Հեռացեք ինձանից, անիծյալներ», կարտահայտեն իր ողջ նողկանքն անօրենության հանդեպ։ Մեղավորների հանդեպ նրա սիրո ուժը քաջածանոթ է բոլորին, բայց նրա ատելությունը մեղքի հանդեպ ավելի ուժգին է, ճիշտ այնքան, որքան կատարյալ է նրա արդարությունը, կիրագործվի ամեն տեսակի անօրենության ջախջախումը։ Քեզ, որ սիրեցիր ճշմարտությունն ու ատեցիր անօրենությունը, քո Աստվածը ուրախության յուղով օծեց քեզ ավելի, քան քո ընկերակիցներին։